եղավ ու կարծվեց։ Ներգրավեցիք դու։ Վերջացրել եք քննչական գործողությունը։ Հայրապետյան հարամայից, Հայրապետյան Գալանքի միջնորդությունը ներկայացվել։ Ամենայն հավանականությամբ։ Պարոն Ղուկասյանին տեղափոխում են դատարան, հա։ Այս պայթերությամբ դեռևս միջնորդությունը որքան հասկանում ներկայացված չէ, բնականաբար չէ կարող ներկայացվածներ, որովհետև նոր են մեղադրանք առաջադրում։ Եվ ամենայն հավանականությամբ միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ նաև պարոն Ղուկասյանին կտեղափոխեն դատարան։ Այս պահի դեռևս պարոն Ղուկասյանը ինքնազգացողությունը վատացել է, երկու անգամն էլ իր ինքնազգացողությունն է վատացել, որտեղ երկու անգամ շտապակցության մեքենա եկավ։ Չէ, ինքը չեմ ասի, առողջական վիճակը նորմալ է, բայց շտապակցության մեքենան իր համար չի եղել։ Իբան ճանապարհին ինչ-որ գործողություն գործադրվել է, պարոն Ղուկասյանը։ Այս պահին մեկ նման տեղեկություն անձամբ ես չունեմ։ Իսկ մեղադրանքի մասով ինչ ասում եք, ձայնագրությունի վերջո, ինչ ձայնագրություն է, երբ է եղել, ինչ խոսակցություն է եղել։ Նայեք 4 միլիոնը։ Սկզբից հաղորդագրություն էին, որ տարածվեց դրվագների մասին, թե բրապորոնի շինությունները օրինականացնելու եւ այլն։ Այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Այդ դրվագները վերաբերվել են 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր եւ 25 թվականի փետրվար ամիսներին, որի ժամանակ պաշտոնակատարն այլ անձ է եղել, դուք գիտեք ով է եղել։ Բայց չի հետքում, որ դա իր խոսակցությունն է, պարոն Հերոսյան։ Նա վերջի ձայնագրության հետ կապված։ Ձայնագրության հատվածական տարածումը, որը եղավ լրատվական միջոցներում, այդ հատվածական տարածություններում որևէ խոսք չկա կաշառքի մասին։ Ընդ որում Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու համար, այսինքն որ որևէ մեկից կաշառք։ Իսկ ինչ համար։ Մեղադրանքը վերաբերում է նման, որ իբր որևէ մեկից պահանջել է, չի ստացել։ Պահանջել է կաշառք, բայց պարոն Ղուկասյանը իր մեկնաբանությունը տվել է։ Նախ հերքել է որևէ մեկի հետ գումարային որևէ խոսակցություն լինելը։ Շատ մանրամասներ չեմ ասել, բայց ամեն դեպքում ցանկացած խորհրդակցությունների ժամանակ պարոն Ղուկասյանը բոլորի հետ խոսում է մեկ գումարների մասին։ Եթե ինքնական շինությունները կօրինականացվեն, ինչքան կկազմի դրանց գույքահարկը։ Եվ անօրինական շինությունները օրինականացնելու պարագայում քաղաքային բյուջե ինչ գումարներ կմտնեն։ Խոսքը եթե անգամ եղած լինի, կարող է եղածնել բացառապես դրա մասին։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, կրկնում եմ, թե ավել բան ունեն, ավել տեղեկություն ես չունեմ։ Ամեն դեպքում հրապարակված ձայնագրությունների մեջ դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերված լինել բացառապես գույքահարկերին կամ օրինականացման վճարներին։ Մեկ նրբություն, կներեք սա, մեկ նրբություն։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել։ Եվ հիմա ցանկության դեպքում անգամ անհնար է դրան օրինականացնել։ Եթե օրինականացվում է անօրինական շինությունը, քաղաքային բյուջե եւ օրինականացման համար եւ հետագայում գումարներ են մուծելու։ Հիմա Գյումրու համայնքապետարանը դիմել է կառավարությանը առաջարկով, որպեսզի նոր ժամկետ սահմանեն ապօրինի շինությունները օրինականացնելու։ Եվ դրա համար կա նաև հաշվարկ, թե այսքան 1000 ապօրինի շինություն օրինականացնելու դեպքում ինչքան գումարներ կմուծագրվեն բյուջե։ Հիմքում միայն ձայնագրությունն է։ Ախ այդ հայոյանքները կոնտեքստից դուրս անհասկանալ է դրանքում կարող է խոսքի մեջ էլ եղած լինեն կամ առհասարակ Վարդան Ղուկասյանը չի ընդունում այդ խոսակցությունները իր կողմից կատարված եղած։ Այսինքն այդ ձայնագրությունը մոնտաժված է, կտրած կպցրած կարող է մեկ այլ խոսակցությունից վերած կպցրածն է մեկ այլ խոսակցության, օրինակ մեկ խոսակցության մեջ առհասարակ ձայն չի լսվում, միայն այնտեղ գրավոր տեքստն է հրապարակվում։ Ես ինչ եմ անում, դրանք ինչ ձայնագրություններ են։ Ամեն դեպքում այդ ձայնագրությունների ամբողջական տարբերակ ունենալու դեպքում կհիշի միգուցե անձը թե կոնկրետ որ դեպքին եւ ինչին է վերաբերվել եւ հստակ բարձաբանում կնա, իսկ կդորների մեջ հիմա օրինական ճանապարհով են այդ ձայնագրությունները արվել գաղտնալսումները։ Բացի ձայնագրության հրապարակ մենք այս փուլում որևէ հարց չենք դեռ բարձրացնում, որտեղ նոր մարդուն մեղադրանք առաջադրին, այսինքն որևէ process չկա։ Հիմա այդ ձայնագրությունները եղել են, չեն եղել, օրինական են եղել, չեն օրինական չեն եղել կամ ստեղծվել են եղել ինչ-որ արհեստական միջոցներով, այդ հարցերի պատասխանը Պարոն Հերոսյան դա գտել։ Հիմքում միայն ձայնագրությունն է, իսկ ինչ որ մեկը ասել, օրինակ պարոն Ղուկասյանը իրենից կաշառք պահանջել։ Ցուցմունք կա։ Իսկ ընդհանրյալ կաշառք տվողը ով է, ուր է։ Մարդը չի ճանաչում այդ ամենը։ Ներողություն։ Իսկ այդ մարդուն հայտնաբերել է։ Այդ հարցը երևի իրեն պետք է տակ, բայց վստահաբար եթե հայտնաբերած լինեին,
մեղադրանքի որոշման մեջ նշված Իսկ կլիներ պարոն Հայրապետյան, եթե հստակեցենք այս պահին, հա, ինչ մեղադրանք է առաջադրվել, դուք ինչ եք պատրաստվում անել ձեր հետագա գործողությունները։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Իսկ թե ումից Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, այլ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Պարոն Հայրապետյան, այս մյուս ձերբակալված այսպես են 7 անձինք, ինչ ձևով են կապվում պարոն Ղուկասյանի հետ, ինչ կապերով, թելերով, գործողություններով։ Եկեք տարանջատենք, էլի։ 7 ոչ, 7 անձանց, 7 դրվագներ են նկարագրված, ընդամենը մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության համակիրները սկսեցին շտապել եւ կաշառքների շղթա ներկայացնել, թե իբր տեսեք, այսքան ընդամենը մեկ դրվագն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Այն մնացած ձերբակալությունները չի իրականացվել Վարդան Ղուկասյանի դրվագի։ Մի բան հասկանանք, Այլ գործ է, մի գործի շրջանակում։ Նույն գործի մեջ այլ ժամանակահատվածում դեպքեր են, որի ժամանակ Վարդան Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Եթե այդ ընթացքում որևէ մեկը կաշառք է վերցրել խմբի կազմում, այդ խումբը եղել է համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այդ ժամանակ այլ անձ է եղել համայնքի ղեկավարը։ Ներողություն, մի բան հասկանանք, 8 անձ ձերբակալվել է, ներառյալ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել, կաշառք ստանալ, այդ 4 միլիոնը բոլորի մեջ պետք է բաժանվի։ Ասում եմ մյուսները եւս տարբեր դրվագներ կան 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, 25 թվականի փետրվար։ Ինչի բոլորին փաթեթով որոշեցին այս։ Դե հենց որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ աղմուկը մեծացնենք։ Ներողություն, եւս մեկ անգամ հստակ։ Որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ արհեստական աղմուկ, Այսինքն խմբակային ինչ-որ մեղադրանք չի, անհատական 8 առանձին քրեական վարույթներ է նախաձեռնվել։ հիմա միացվել են, բայց դրանք նախաձեռնվել են առանձին տարբեր դրվագներով, 4 միլիոնը 8 հոգու մեջ պետք է բաժանվել մարդանի քիչ փող։ Հիմա նայեք 4 միլիոնը, ախր դուք ասում եք 4 միլիոն, քերական վարույթը առնասարան 4 միլիոնի մասին չէ։ Քերական վարույթը 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, փետրվար ամիսներին կատարված բազմադրվակ ենթադրյալ ինչ-որ գործողությունների մասին է, որը Վարդան Ղուկասյանին չի վերաբերվում։ Վարդան Ղուկասյանին վերաբերելի ինչ-որ հատված են վերցրել, կպցրել են մյուս բազմադրվակ գործերին, որպեսզի մեկ գործի շրջանակներում արհեստական աղմուկ ստեղծեն, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ այսպիսի գործ է բացահայտել։ Ճարտարապետը ինչ առնչություն ունի այս գործին, պարոն Ղուկասյանի հետ, որովհետեւ դրվագով կապվում է պարոն Ղուկասյանի դրվագին։ Կոնկրետ պարոն Ղուկասյանի դրվագին այո կապվում է։ Ինչ ձևով մանրամասն։ Դե հիմա ես չեմ կարող շատ բաներ ասել, իբր թե մոտավորապես այն, որ իր միջոցով ինչ որ մարդկանց հետ ինչ որ համաձայնություն է ձեռք բերել։ Միայն ճարտարապետի դրվագն է առաջվում պարոն Ղուկասյանի։ Ճարտարապետի դրվագ կա նաև այլ ժամանակաշրջանում, որի հետ Վարդան Ղուկասյանը Լրատվամիջոցները հայտնում են, որ Սալանքի միջնորդությունը ներկայացվեց 2 ամսով է նախ չեն կարող 3 ամսով, բայց ձերբակալման որոշումը կայացվել է դատարան խափամիջոց կալանք ընտրելու հարցի քննարկման։ Բոլորի նկատմամբ էլ նույնն է։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Գնալու Սարիկ Մինասյանն էլ ներգրավեց ամեն ինչի մեջ։ Չեմ հավատում։ Կամաց իրանց վրա դուրս։ Չեմ հավատում։ Օրենքի դաշտում ամեն ինչ հնարավոր է։ Այսօրվա քաղաքական իրավիճակում բացառում։ Դուք հետագայում որչան կներեք էլի։ Դուք հետագայում հնարավոր է օրինակ միջնորդեք, որ Սարիկ Մինասյանն օրինակ ներգրավեն։ Նայեք, ոնց որ ասում են, այս պայտերությամբ մուշները իրենց սերը, մեղները իրենց սերը։ Եվ ըստ այո, իրենց մոտ իրական դեպքերի ձայնագրությունները կան։ Եվ այդ ձայնագրությունների մեջ համոզմունք ունեմ, թե իրական շղթաները բոլորին լավ է հայտնի է։ Եվ այդ իրական շղթան գործել է մինչև Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը։ Բայց ինչու դրանք դա չեն անի։ Միանշանակ չեն անի, որովհետև ես կրկնում եմ, այս process-ը ամենևին կաշառքի մասին չէ։ Կաշառք բառը օգտագործում են բացառապես մեկ նպատակով, որպեսզի Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական process-ները փորձեն կոսկել այդ կաշառք բառի տակ ընդամենը։ Հակառակ դեպքում, եթե դուք ունեք այդքան շատ ապացույցներ փետրվարից սկսած, անցած տարվա նույնիսկ հոկտեմբերից սկսած, ինչու մինչև հիմա օրինակի համար Սարիկ Մինասյանին կամ նույն գլխավոր ճարտարապետին հետ 1 տարի առաջ տեղեկություն ունեիք, ինչու 1 տարվա մեջ ոչ մի բան չի կարող։ Հիմա դուք ինչ եք պատրաստվում անել։ Այս պայթրությամբ փորձել ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի միջնորդությունը կալանքի մասին մեր Այս պահին եք պատրաստվում։ Հիմա այդ վաղվա գործողությունների դե դա դառնում պետք է գնանք, որ դա անենք։
Առաջնային խնդիրը դա է։ Հիմա պարոն Ղուկասյանը ներսում է, հիմա դուրս են բերելու։ Ներսում է, հա, երբ որ դատարան մշտություն ներկայացրեցին, իրենք տեղափոխեն։ Չէ, դες չեն ներկայացրել։ Ներկայացրել են հակակոռուպցիոն փոխանցում։ Չեն կարող